Հայաստանի և արտերկրի առաջատար ուրոլոգները, վիրաբույժները, գիտնականներն ու ոլորտի մասնագետները Երևանում են։ Անցկացվել է միջազգային էնդոուրոլոգիական կոնգրեսը։ Այն միջազգային գիտական հարթակ է նվիրված ժամանակակից էնդոուրոլոգիային, նվազինվազիվ ուրոլոգիական վիրաբուժության և նորագույն բժշկական տեխնոլոգիաների զարգացմանը։ Կոնգրեսին մասնակցել են ճանաչված մասնագետներ և գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում Հայաստանից, Եվրոպայից, Ասիայից, Միացյալ Նահանգներից և տարածաշրջանի այլ երկրներից։ Սա իմ առաջին այցը չէ Հայաստան, ես նախկինում ևս եղել եմ այստեղ և միշտ տպավորված եմ եղել Հայաստանում էնդոուրոլոգիայի մակարդակով։ Կարծում եմ դուք ունեք հիանալի բժիշկներ, որոնք շատ տեղեկացված են և մեծ ձգտում ունեն մշտապես արդիականացնել գիտելիքները։ Նաև անչափ տպավորիչ է տեսնել, որ թե ավելի փորձառու սերունդը, թե երիտասարդ սերունդը հետաքրքրված են սովորելով և էնդոուրոլոգիայի բնագավառի բոլոր նորություններին տիրապետելով։ Այնպես որ Հայաստանում էնդոուրոլոգիայի մակարդակը շատ բարձր է։ Հաջողության բոլոր նախադրյալները կան։ Մյուս կողմից տպավորիչ է միջազգային համագործակցության պատրաստակամությունն ու բաց լինելը։ Ես այստեղ ներկայացնում եմ նաև Ուրոլոգիայի Եվրոպական ասոցիացիան, և մենք շատ ուրախ ենք ավելի ամուր կապեր հաստատել հայ էնդոուրոլոգների և ուրոլոգների հետ։ Երկօրյա գիտական ծրագրի ընթացքում ներկայացվել են էնդոսկոպիկ ուրոլոգիայի, միզաքարային հիվանդությունների բուժման, ուրոլոգիական ուռուցքաբանության, լապարասկոպիկ և ռոբոտային վիրաբուժության, լազերային տեխնոլոգիաների և շագանակագեղձի հիվանդությունների բուժման ժամանակակից մոտեցումները։ Հայաստանը ներկայացրել են ոլորտի առաջատար մասնագետներ՝ Հայկական ուրոլոգիայի ասոցիացիայի նախագահ Արմեն Ծատուրյանը, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ուրոլոգ Արթուր Գրաբսկին, պրոֆեսոր Սերգեյ Ֆանարջյանը, ինչպես նաև Հայաստանի առաջատար բժշկական կենտրոնների ուրոլոգներ և վիրաբույժներ։ Մեր գործը նա է, որպեսզի մենք վերջին գործողությունները, վերջին տեխնոլոգիաները ունենանք Հայաստանի Հանրապետությունում և դա կարողանանք մատուցենք մեր բուժառուներին։ Մենք հիմա ունենք Հայաստանի Հանրապետությունում այնպիսի գործիքներ, դա վստահաբար ասում եմ, որ ունենք այդպիսի գործիքներ, որոնք աշխարհում ունեն երկու երկիր։ Ծրագիրը ներառել է փորձնական դասախոսություններ, կենդանի և նախապես տեսագրված վիրահատությունների ցուցադրություններ, գիտական քննարկումներ, բանավեճեր և կլոր սեղաններ։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու միջազգային փորձին, քննարկելու բարդ կլինիկական դեպքերն ու ամրապնդելու մասնագիտական համագործակցությունը։ Մանուշակ Մելքոնյան, Էպիկենտրոն։